Հայաստանը վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 102 միլիոն եվրո վարկ կվերցնի առողջապահության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար։ Խորհրդարանում վարկային համաձայնագրի շուրջ քննարկումներ են ընթացել։ Սա առողջապահական բարեփոխումներին նպատակաուղղված համաձայնագիր է եւ վարկային ծրագիր, եւ ոչ թե մենք ստանալու ենք փող, որ որևէ միջամտություն անենք, այլ անելու ենք աշխատանքը, ապացուցելու ենք, որ այո, բարձրացրել ենք որակը, այո, մեր քաղաքացիներին ապահովել ենք դեղերով անհրաժեշտ, եւ միայն այդ պարագայում ստուգվելուց հետո վճարվելու է պետական բյուջե։ Հարցը հնչում, ինչու ենք մենք դրա համար գումար վերցնում, հա? Ինչու ենք մենք վարկ վերցնում, որպեսզի բարեփոխում անենք։ Ես կարծում եմ, որ այս արդյունքահեն տեսակի վարկերը ավելի մեծ երաշխիք են պարունակում, որ այդ ծրագրերը կիրականացվեն։ Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը վստահեցնում է, մենք հիմա տոկոսով փող ենք վերցնում, որ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում գրված պարտավորությունները կյանքի կոչվեն։ Պարտադիր ապահովագրական համակարգը չեն կարողանում ներդնել, որտեղ չեն կարողանում համապատասխան փող գտնել։ Չնայած երկու օր խոսում են, ասում են, լիքը փող ենք ավել հավաքել, 42 միլիարդ դոլար։ Ավել են հավաքել, բայց հիմա փող չկա, նորից ձեռքը մեկնում են ձեր ապագային, որպեսզի ձեզանից ձեր համար պարտավորություն առաջացնելով իրենց այսօրվա խոստումը կատարեն։ Իսկ այդ խոստումը ընթացիկ ծախս է ընդամենը։ Արթուր Խաչատրյանին էլ հետաքրքրում է։ Կոնկրետ, ինչի վրա ծախսվելու։ Ասում եք, սա ոնց որ թե բյուջետային է, բայց այդքան է բյուջետային չի։ Մի հատ կողմնորոշվեք։ Ծովախոզուկը ծովային կենդանի է, թե խոզա։ Հիմա դուք ասում եք, էս է, բայց ոնց որ թե այն է, բայց ոնց որ թե չգիտեմ ինչ է։ Մյուս հարցը։ Այս ավելին ավելի դիմաց Եվրամիության ինստրումենտ է բյուջետային աջակցության։ Բայց դա ուրիշ խնդիր է։ Անում ես, ստանում ես։ Եթե դուք վարկ եք վերցնում, ինչի եք այս բարդ ֆինանսական էկզոտիկ ինստրումենտի մեջ մտել։ Եթե անեմ, պարտքը կտան։ Մինչև անելը պարտավորության խնդիր կա, եթե մի հատ ժամկետ անցվի, այլ խնդիր կա։ Գործընկերների հարցերին պատասխան տալու համար ամբիոնի մոտ է Ծովինար Վարդանյանը։ Ռեֆորմը բավականին մեծ է եւ բնականաբար այս ռեֆորմը չի կարող հրատապության, հապճեպության տրամաբանությամբ լինել։ Այո, որոշ ֆինանսներ պետք են լինելու, պարոն Ավետիսյան, որպեսզի բնականաբար ֆինանսավորվի սա։ Եվ այս տրամաբանությամբ շարժվելով պետք է նշեմ, որ մեր խմբակցությունը նաև հանդիպում է ունեցել նաև մասնավոր, այո, կա օրենքի նախագիծ, որը շրջանառվում է, բայց նաև հանդիպում ենք ունեցել մասնավոր սեկտորի հետ, հասկանալու համար, վերլուծելու համար եւ նաև իրենցից առաջարկներ ստանալու համար, այս գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը շարունակում է պայքարել գույքահարկի անհարկի թանկացումները կանխելու համար։ Առաջարկվող նախագիծը վերաբերում է հարկային օրենսգրքում փոփոխություններին։ Պարզ ասած, այն խնդրահարույց նախագիծը, որը երկար քննարկվել է գույքահարկի փուլային բարձրացման նախագծի, կասեցում, որ դրույքաչափերը գոնե ավելի ճիշտ հարկային բեռը գոնե 2026 թվականին շուրջ 33-35%-ով նորից չաճի։ Երբ որ խոսվում է օլիգարխիայի մասին, իմ կարծիքով այս առաջին շարքերում իշխանության ներկայացուցիչներից շատերը, որոնց մի մասն էլ դեսպաններ են հիմա, ամենախոշոր օլիգարխներն են, եւ եթե անցնենք օրինակ Տիգրան Մեծ պողոտայով եւ ցույց տանք, կտեսնենք թե ովքեր են մեծահարուստներ, այնտեղ հաստատ չեք գտնի ոչ Արծվիկ Մինասյանի, ոչ այստեղ նստած մեր ընդդիմադիր խմբակցության պատգամավորների շքեղությունները։ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է եւ անկախ 2024 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս ԱԺ հայտարարեց հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Ես ի նկատի ունեմ միայն այն տեսալսողական ծառայություն մատուցողները, որոնք գտնվում են մեր հանձնաժողովի կարգավորման ներքո։ Եվ ազատ եւ անկախ ասելով կարևոր նաեւ նկատառում ի նկատի ունեմ պետություն այդ մեդիաների փոխհարաբերությունները եւ եւս մի կարևոր ավելացում հիմնվելով այն տեղեկատվության վրա, որը հասանելի է հանձնաժողովի համար
տարվա ընթացքում 2024 թվականի ընթացքում որևէ բողոք տեսալսխողական ծառայություն մատուցողներից, այսինքն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից, ցանցային օպերատորներից մենք որևէ բողոք չենք ստացել։ Տիգրան Հակոբյանը նշեց, որ մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների կարիք կա։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության մեծ մասը տեղեկատվությունը ստանում է համացանցի միջոցով, իսկ համացանցում գործող մի քանի հեռարձակողներ կան, որոնք կարգավորումից դուրս են։ Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ն արտահերթ նիստում է քննարկել։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։